Բարև ձեզ, հայկական վերածնունդ Լոս Անջելեսի բաժանմունքի ներկայացուցիչն ենք Նարինե Խարբերցյան և հիմա մենք տալու ենք YouTube-ով որոշ հաղորդումներ, շատ կարճ հաղորդումներ մեր գործունեության մասին, մեր նպատակների և ներկայանալու մեր Լոս Անջելեսահայ համայնքին և շատ լավ նորություն ունենք, շատ լավ հյուր ունենք այսօր Բելգիայից մեր երիտասարդ հայուհին Անուշ Տերտերյանը, որ իր այցելությունով, քանի որ գալիս էր Լոս Անջելես, որոշեցինք հրավիրել և ինչ-որ Բելգիայի երիտասարդության կամ իրենց խնդիրները, նա էլ է մասնակցել հայկական վերածնունդ Բելգիայի բաժանմունքին։ Խնդրեմ Անուշ։ Բարի երեկո Նարինե ջան, բարի երեկո հայրենակիցներ։ Շատ ուրախ եմ գտնվել Լոս Անջելեսում և հյուրընկալվել ձեր կողմից։ Խոսքս ուզում եմ ուղղեմ հայ երիտասարդությանը ու ավելի ճիշտ օտարության մեջ ապրող երիտասարդությանը, քանի որ ես էլ եմ ձեր մասնիկը։ Թող այս զրույցը կամ այս հաղորդումը չլինի ինչ-որ խրատի կամ միակողմանի խոսակցության տպավորություն չտա, այլ լինի իսկական զրույց ու մեծ սիրով կընդունեմ կամ կընդունենք արձագանքներ, մեկնաբանություններ ու կշարունակենք այս թեման։ Ապրելով օտարության մեջ, ես տեսել եմ ու շարունակում եմ տեսնել, թե ոնց է հայությունը շատ ցավալիորեն կամաց հեռանում իր արմատներից, իր երկրի խնդիրներից կամ հոգեպես կամաց կտրվում ու իմ համար դա շատ ցավալի երևույթ է։ Հուսով եմ, որ ինձանով կամ կկարողանամ ինչ-որ կերպ իմ շրջապատին օգնել արթնանալ մի քիչ այդ քնից, քանի որ ինձ էլ են արթնացրել ու դա եղել է որոշ պայմաններով, հա։ Ու Բելգիայում, ու նաև կուզեի, որ ներկայանայր, որտեղ ես դու մեծացել։ Ես մեծացել եմ իմ ամբողջ կյանքը Հայաստան չեմ ծնվել, մեծացել եմ Բելգիայում ու շատ երիտասարդներ կան, որ ինպես չունեն մանկություն Հայաստանում կամ չունեն հիշողություններ Հայաստանում։ Բայց նկատեք ինչ գեղեցիկ հայերենով է խոսում մեր Անուշը։ Ամեն ինչի ցանկությամբ է առաջանում։ Մարդ ամեն ինչի կարա հասնի, եթե լինի սեփական ցանկությունը ներքուստ։ Դրա համար ես շատ եմ ուզում խրախուսեմ ու օգտվել այս ինտերնետի միջոցից, խրախուսել իմ շրջապատին, իմ ընկերներին, հայ երիտասարդությանը, որ իհարկե կա մեր սովորական կյանքը, մեր նյութական կյանքը, մեր ընտանիքը, մեր գործը, մեր դասերը, ամեն ինչ, բայց բացի այդ կա մի ոգեղեն, հոգեպես այդ մասը կյանքի, որը անմիջապես կապ ունի մեր հայրենիքի հետ, թե մենք ինչ լեզվով ենք մեր մեջ մտածում, թե մենք ինչ լեզվով ենք կիսում մեր զգացմունքները, մեր ուրախությունը, այդ ամեն ինչը տանում է մեր արմատներին, մեր հայրենիքին։ Մենք Սփյուռքում կամ լավ ասեմ օտարության մեջ չենք կարող ուժեղ լինել կամ մեզ ներդաշնակ զգալ կամ ուրիշներին երջանկություն տանք, եթե մեր երկիրը, մեր պետությունը հզոր չի, եթե մենք չենք սնվում ընտեղից, որովհետև Սփյուռքը անիմաստ է առանց հզոր
արմատ, հզոր հիմք։ Ու մեր հիմքը մեր պետությունն է։ Ինչ ենք տեսնում մենք այսօր, որ մեր երկրից արտագաղթում են այնքան արագ տեմպերով, որ մեր լինելը վտանգված է, բացի այդ ուրիշ վտանգներ էլ կան, մենք պատերազմային վիճակի մեջ ենք կարող ենք ասել, ու լիքը չասեմ, ահագին հանգամանքներ կան, որի պատճառով մեր տեսակը, հայ տեսակը վտանգի տակ է, ու մենք ամեն մեկս, որպես երիտասարդություն, չասեմ մեր ավագ սերունդը, մենք վերցնենք մեր վրա, պատասխանատվություն ունենք, առաջի հերթին ֆիզիկապես լինել մեր հողի վրա, տեր կանգնել մեր երկրին, եթե ինչ-որ հանգամանքներով մենք չենք կարող լինի, չգիտեմ հիմա ամեն մեկը իր կյանքն ունի, բայց եթե դեռ չի ստացվում դա, ուրեմն պարտավոր ենք ամեն ձևով օտարության մեջ օգտակար լինենք մեր հայրենակիցներին։ Ու Սփյուռքը շատ մեծ ուժ ունի դրանում։ Սփյուռքը այսօր ինչ գործնական առաջարկներ ունես քո կարծիքով։ Սփյուռքը այսօր չունի ոչ մի քաղաքական ճնշվածություն, չունի ֆինանսական ճնշվածություն, ու մի շարք այլ առավելություններ, որի շնորհիվ մենք եթե ճիշտ օգտագործենք դա, ու դա երկար թեմա է, բայց եթե ճիշտ օգտագործենք դա, շատ լավ կարող ենք օգնենք Հայաստանին, հայերին, օրինակ ինչով ես տեսնում կոնկրետ օրինակ թեկուզ դու Բելգիայում ես, մենք Լոս Անջելեսում ենք, ինչով ես տեսնում օրինակ որ դու գնաս տուն Բելգիա, ինչով ես կարծում որ դու կարող ես մարդկանց ճանաչողության, թե Հայաստանում ինչ է կատարվում իրականում, շատերը որտեղ ասում են մենք չենք գիտեր հոգիս մենք չենք գիտեր, չէ, որ ներկայացնես Բելգիայում թե ինչ է կատարվում Հայաստանում եւ ինչով կարող եք Սփյուռքը օգնել, որտեղ իրոք Սփյուռքը կարող է մեծ ուժ լինել Հայաստանի համար ու պարտավոր է նաեւ, բայց կարծես մենք դեռ չենք կարողանում, չենք կողմնորոշվում, կարծես այդ ղեկավարվող ուժերը չունենք, օրինակ դու ինչ կասես Բելգիայում որ գնաս։ Ես կարծում եմ, չգիտեմ դա հենց Բելգիայում ամենակ, բայց ես ընդհանուր առմամբ կարծում եմ իմ տեսակետներն է, որ մարդիկ ովքեր տեղյակ չեն ու չեն իմանում ինչա կատարվում, գալիս է նրանից, որ ինչ որ խոչընդոտ կա կապի մեջ հայրենիքի հետ։ Մենք գիտենք, որ Հայաստանում հեռուստատեսությամբ ամեն ինչ չի ճիշտ ներկայացվում կամ ամեն ինչ չի, որ ոնց որ լիարժեք տվյալներով է փոխանցվում ժողովրդին։ Դրա համար ինտերնետը շատ հզոր միջոց է, որից պետք է օգտվենք։ Համացանցը շատ առավելություններ է տալի, որի շնորհիվ մենք տեղեկություններ ենք իմանում, որոնք մեզ պետք են։ Այն մարդիկ, ովքեր չեն օգտվում, ավելի լավ է օգտվեն ինտերնետից ու ցանկություն էլ պիտի ունենան, որ հասնեն այդ ոնց են ասում, աղբյուրներին համացանցում։ Ցանկությունն է ծնում ինչ որ ոնց են ասում, ձգողություն, այն ինչ նյութը, որ դու ուզում ես ենթագիտակցորեն ուզում ես գտնես, կամ այն տեղեկությունը, որ ուզում ես գտնես, տիեզերքի շնորհիվ գալիս է, հասնում է քո մոտ, բայց դու պիտի աճեցնես քո մեջ այդ ցանկությունը, այդ մի քիչ ջանքը, որ փնտրես այդ ուղղությամբ, ու կգա, անմիջապես կգա։ Այն մարդիկ, ովքեր ասում են մենք տեղյակ չենք, ուրեմն կներեք, բայց ինչ որ մի ցանկության կամ մի քիչ ջանքի պակասություն կա, որովհետև շատ հեշտ է, համացանցը կա, ամենալավ հեշտ միջոցն է։ Իսկ ոնց արթնացնենք մարդկանց ցանկությունը, դա մի օրվա գործ չի, դրա համար եմ ես երիտասարդության մեջ այնքան կարևոր գտնում, որ այդ գործը սկսենք, իրար հետ սկսենք, որովհետև ես էլ չեմ ծնվել հենց ոնց կամ մարդը աճեցնում ամեն ինչ իր մեջ, չէ։ Իսկ դա տարբեր ոլորտներով պիտի արվի, կարող ենք անենք, առաջինը մեր լեզուն է, որ պիտի սովորենք, պահպանենք, գրել կարդալ իմանանք, դա շատ դժվար գործ չի, այնքան բան ենք մենք սովորում այս կյանքում, երիտասարդ տարիներով այնքան բան ենք սովորում, որ
Հեչ դժվար բան չի հայերեն գրել կարդալը սովորել, որ դու կապը ունենաս, որ ինչ գալիս է հայրենիքից, դու կարողանաս գոնե դեկոդավորես, կարդաս, տեղյակ լինես, որովհետև ամեն ինչ չի լատինատար գրվում, չէ կարող եղած թյուրենք այդքան մեր լեզուն ամենակարևոր ոնց է շղթան է, հետո մեր պատմությունը, մեր մշակութային ավանդույթները կամ մեր մշակույթը, մեր երաժշտությունը, մեր գրքերը, մեր մեծերը, մեր հերոսները, մեր ամեն ինչը մեզ կապում է մեր հայրենիքի հետ, հոգեհարազատ է դարձնում, եթե մենք մի քիչ սկսենք ճանաչել, առնչվել դրանցով, ակամա մեր կապը, հոգեպես մեր կապը հայրենիքի հետ կաճի, երիտասարդություն, կաճի, ու էլ դժվար չի լինի քեզ մասնիկ զգալ Հայաստանի, զգալ քո տեղը որտեղ է, դու որտեղից ես, որտեղից են քո արմատները, դու դեպի որտեղ ես ուզում գնալ, իմ ամենամեծ կոչը կլիներ, որ եկեք բոլորովս գնանք հետ ու օգտակար լինենք, բայց հասկանում եմ, որ ֆինանսական կամ որոշ հանգամանքներից ելնելով բոլորիս համար դա հնարավոր չի դեռ։ Դրա համար ես կարևորում եմ հարցին պատասխանելու համար, կարևորում եմ, որ ինչու չէ վերածնունդի կողմից նույնիսկ տարբեր երկրներում, քանի երկրներում մասնաճյուղ ունենք, տարվեն այնպիսի գործեր, որ երիտասարդությունը կապվի, վերածնվի ներքուստ հայրենիքի հետ, քանի որ մեր լինելիությունը վտանգված է, տարբեր կողմերից վտանգված է, մենք ենք դրա, մենք ենք ոնց որ, եթե զինվորը պաշտպանում է, չգիտեմ ուրիշն է ասել մի անգամ, այնքան դուրս եկել է այդ ասելու ձևի, եթե զինվորը պաշտպանում է սահմանը, մեր հողն է պաշտպանում, մեր ինչ որ կա սահմանից ներս, եթե ինք իր կյանքով պաշտպանում է զինվորը, ուրեմն մենք ամեն մեկս քաղաքացիները պիտի, կամ նույնիսկ Սփյուռքը պիտի պարտավորություն ունենա մենք էլ լինենք զինվոր մեր մշակույթի, մեր իրավունքների զինվորները, մեր հողի, մեր ջրի, մեր բնության, մենք պետք է այդ պարտականությունն ունենանք, զգանք մեր մեջ։ Այդ ասացիդ վրա մի խոսք կա, որ Չերչիլին ասել են, որ այդ պատերազմի ժամանակ շատ է մեր արվեստի հետ մշակույթի ծախսերը, հիմա դրա ժամանակը չի, մենք պատերազմական գործողություններ, եկեք կրճատենք այդ ծախսերը արվեստի, մշակույթի, ու Չերչիլը ասել է, այդ դեպքում էլ ինչի համար ենք կռվում։ Մշակույթը հենց ամբողջ մեր հայրենի, ամբողջ երկրի զարգացումը, ներկան, ապագան, անցյալ ամեն ինչ միասին։ Դե այս բարին ոնց որ նոտով էլ վերջացնենք Անուշ ջան, ցանկանանք մեր դիտողներին, որ ինչքան հնարավոր է ավելի շատ ինֆորմացիա ունենան ճիշտ հայրենիքի մասին, ճիշտ է բոլորը տարբեր մարդիկ ունեն տարբեր ծննդավայրեր, մեր հայերի մասին եմ ասում, բայց հայրենիքը բոլորի համար նույնն է։ Եվ հայկական վերածնունդը տարբեր երկրներում աշխատում ենք համախմբել եւ ինչով կարող ենք հայրենիքին սատար կանել։ Շնորհակալ եմ։ Ձեզանից եմ շնորհակալ։